Բայց ես ոնց որ ձեզ ճանաչում եմ, հա? Արդեն ուշ է։ Նանա ջան, քեզ հալալա։ Ես զգացա, որ բարեկամաս էր մարդ ես։ Զգացել ես, որ կուսակ բարեկամները միան, ես միան։ Հապավից, Կարապետ ջան։ Ադե ես ուրիշ եմ էլի։ Ուրիշ ես, մի շեղվի խմի։ Ակը խմեն, բայց գիտես թողալ է։ Կարապետ, բայց քեզ այսքան շատ խմել կարելի է, թե։ Անչի չի կարելի։ Այնա, որ մի քիչ շատ եմ խմեմ, շաշանում եմ, խելքս գցում եմ, բայց այդ ոչ է։ Անչի ծիծաղամ, աղջի։ Չեմ ծիծաղում, Կարապետ ջան, աղակի քեզ թված։ Աղջի ներեքո գործը ինչ է դա։ Ինչ երեխա։ Ակու երջոյի։ Ոչ մի բան։ Ոստ է ոչ մի բան։ Կարապետ, այդ թեմայով ընդհանրապես չեմ ուզում խոսամ։ Առավել ևս քո հետ։ Այդ ինչի աշկը թանել եմ։ Կարապետ, պես դու ինչ գրեհիկ մարդ ես։ Անեղանալ մի հետ։ Ես երեխեքի գործում լավ եմ զգանում։ Տեսնում եմ, թե ոնց ես հացկանում։ 5 հատ երեխա ունես, 5-ը գյուղում են։ Ամուսը մի անգամ տեսնես, թե չտեսնես։ Երևի անուններն էլ նորմալ չես հիշում։ Աղջի ռավոտի ձիրիկուն աշխատում եմ, որ դրանց պահեմ։ Չէր կարում պահեիր, չբերեիր իրար հետևից 5 հատ շարեի, Կարապետ։ Այ ես եմ բերել, այն ամոք հորդ ասա։ Բայց մորքուրս ինքն իրան ա բերել։ Ամոք հորդ ինչ կա։ Կարապետ, դու խմի, մի շեղվի։ Դա դու ինչի չես խմեմ։ Այ, մուրացար, որ ես երեխայի եմ սպասում, ինձ չի կարելի։ Ես էլ մարշրուտ եմ սպասում։ Խմի, վախիլ խմի։ Չէ, ես ձողիկ կուտենայի։ Հատը դուք էլ։ Կասկած չկա։ Ով ինքնարի աղբեր ինչ եք խոսում։ Երբ քեզ հարց կտամ դեդ վարդ խոսա, Սարա։ Տերեմ ջան, դուք ինձ ինչ-որ մեկի հետ հաստատ շփոթել եք։ Հաստատ։ Ասի ձենդ չլսեմ, արա։ Հանգիստ բայ քեզ չիկ։ Ճանաչում ես ուսողը։ Չէ, չեմ ճանաչում, բայց մի քիչ ինձ նման է։ Ոնց մի քիչ։ Մի քիչ չէ, առակինը քեզ նման է, ես նկարի մեջի տղա ոնց որ դու ունես։ Դու ոնց եմ այդ նկարի տղեն ես, որ ես վստահ եմ, որ այդ նկարի տղեն ես չեմ։ Սուտ ասում, ոչ ջան։ Մոտի տանում։ Այ ձեր ցավը տանը, դուք հո փորձան չեք, ինչ եք ուզում ինձանից։ Մենք ուզում ենք, որ առանց պրոբլեմի խոստովանես, որ ես նկարի տղեն ու դու նույն մարդիկ եք։ Դու ոնց խոստովանեմ, որ ես եմ այդ մարդը, որ ես վստահ եմ, որ այդ մարդը ես չեմ։ Այնուհետև հաջողությամբ կարող ասեմ, որ այս նկարի մարդը մեկ էլ դու նույն մարդիկ եք։ Ո՞նց նույն մարդիկ եք։ Հələ դու ես։ Ոչ, բայց ես մի քիչ ընդհանրություն տա։ Քանի դες չեմ տալու ցեն գամփրշան բուտկեն։ Դա ներև կդրեք։ Ոչ չեմ, բայց Ուշադիր լսի ինչ եմ ասում։ Դու բանիմոնուկ դիր խոստովանես։ Ես քեզ մի օր ժամանակ եմ տալու։ մի օր իշխավարակ, ոչ չա, 12 ժամն է սրան հերիքա։ Ինչ ես ասում, ապշետը 8 ժամ։ Ես կառաջարկեի 4 ժամ։ Դու 2, դու 1 է։ Դու ոչ մի ժամ են չեն տալի, հենց հիմա մի ասես։ Այդ ցավը տանը ինչ ասել։ Բրիստա տարի որ ես նկարի մեջ ինտերնետ դու ես արա։ Ադե լավ է, հատակի թափկա խավատը պայ։ Հիմա մենք գնում ենք հացուտելու։
Ինչ է վերադառնալ, լավ մտածի, թե ինչ ես ասելու ես, գնացիք տղեր։ Давай, я սովոր չեմ։ Սազեց։ Ահա, ողորմի ուստիդ, հաջողություն, բարև եկατε։ Դու նայդ լակոտին է, այդքան էլ ասի արի մեզ ստեղ դիմավորի, որ օգնես չամադանները վերև անենք։ Այն մարդրայեղասն ինչ է, հա, որ սպասենք։ Այն միասին կտանենք էլի։ Ողորմացի կուստիս ասած, շունի նրա համար չենք պահում, որ մենք իրա տեղը հաճանք։ Դու բարձացի վերև ես այդ հարցը կլուծեմ կգամ, համել մի հատ գնամ Վարշավյանոց նոր կգամ։ Դե դու գիտես։ Լագոտ։ Ալո, Ուր ես արա, ինչքան պետք է քեզ սպասեմ։ ով է։ Իա, ոնց ով է։ Ուստե դա տեղը չես բերում։ Յա, էսեք էլ ես ուստա ջան։ Արա քեզ երեք չզանգեցի ու ուշացրի որ այսօր գալու եմ։ Ինչ ես քեզ ապուշի տեղ դրել։ Չեմ հիշում։ Դե որ չես հիշում ուրեմն հենց հիմա գյուղի պես գալիս ես Վարշավյանոց։ Կես ժամից մոտս չեղա շարոն եմ գցելու մուկուչի։ Ի։ Լակոտ։ Մաքսիմ, ես քո վերջից զգուշացումն է։ Եթե մի անգամ էլ ուղևորը քեզանից բողոք ներկայացրեց, կբերես ու բանալները կդնես սեղանին։ Դոշեր ջան, ձերը դի խղճի տասա, այսքան ժամանակ ինձանից տեսման տեսել ես։ Հարկ դրամի համար հետ է եկել ասել, չի նամաչուչ։ Ստե 100 դրամի հարցը չի է, քո վերաբերմունքի։ Հարցն անգամ ասել եմ մոտել մանր փող բայ կարա։ Ես ինչ թազատ սիգանավայի փող աշխատելու ձևա չեմ հասկանում։ Ախր ինչի եք ուզում որ վերեկետ խոսակցություն կա այդ 100-200 դրամի համար, հա։ Դոշեր ջան, ինչ անեմ, դե մեծ բարին չկար մոտս էլի։ Ողորմած մոտս ասում էր, վանքի խունկները մեկ-մեկ պակասում, չկար, չանեմ։ Դու չկար դրսկայլի մի տեղից ման էիր։ Մեքենայի մեջ մի ծխ է կարա որ մարդ նստած ըլում։ Այդ տղաջ երաշխությունը մի միացրեք։ Շեֆ, իսկ կոշի գամութի տաքսի սերվիսն է ցավը բանը։ Մարդ եք, սաղորը ռուդին եք, մենք եք ուզում սերատ նայեք, տունել ստեք, թողոն գնաք, մշակույթի հետ շփվեք, միատ հնարավորություն աստղերի հետ շփվելու են էլ չեք թողում, հենց լավին ելք եք ասում, գիտեք, որ ասում, անձև է գալիս, ես քեզ եմ սիրում, անձև է գնաց, էլի եմ Մաքսիմ, քո առաջին պարտականությունը գիտես որն է, ուղևորին նորմալ սպասարկել է, որ այդ մարդը երկրորդ անգամ էլ մեր սերվիսից օգտվի։ Հենային ամենը, երեք կին ուղևոր տանուց ես իմ հեռախոսում հետախոսանուց եղել, սկսել է բարձր հայոյել։ Արմին բայց լավ տվարը, բայց ներվային է, Ներվայնը դրանային գնա գործից ազատել են, ու նման ձնով բարել են ցանկացած վաղորդի հետ, ինչև որ նորմալ չաշխատել։ Հիմա ազատ ես, կարաս գնաս։ Կեցի ազատությունը շրջան, են չեմ անի ցավտան, հենց չեմ անի։ Վարը մի բան ասել, չես հավատա։ Ինչ է եղել որ։ Մեծ բան է եղել, որ ասել ուշքդ կգնա։ Դե ասա մի ծեծիկի։ Ուրեմն լսի,
Նոր այն մեր առաջվա աշխատող Կարինեի հետ էի խոսում։ Դե որ նա այդ առաջ էր աշխատում էլի։ Հա, հետո։ Ուրեմն լսի, Կարինեի քույրը լոտոյի գրասենյակում աշխատում։ Այդ այն լոտոնա, որտեղ ջեկպոտով $1 միլիոն են խաղարկում։ Հա, ու մեր պետք որ խաղարկում են, սկի $100 չշահեցինք, այդքան էլ կոմս էի արել։ Դու չես շահել, բայց ամբողջ միլիոնը մեկն է շահել։ Յանի ես հետի չգիտեի, հա։ Եթե քո ցանցողնորությունը։ Այդ չի փեսաջան, այլ այն, որ $1 միլիոն շահողը 90% հավանականությամբ մեր տաքսի սերվիսում աշխատում։ Ինչ ասիր։ Ինչ որ լսեցիր, սիրելիս, Կարինեի քույրը պատահական տեսել է շահողի տվյալները, այնտեղ մեր տաքսի սերվիսի անունը գրած էր աշխատանքի վայրի տեղում, բայց չի հասցրել անունը կարդա։ Շեֆը մտել, թուղթը վերցրել է։ Աննարին բան ես ասում կարա։ Մերոցից ով պետք է շահեր այդ միլիոնը։ Դու ցանկացած մեկը։ Եթե այդ մարդը այդքան փող շահացել էր, հիմա վաղուց դուրս է եկել ես հիմնարկից։ Այդ որ մի միլիոնատերն է գալիս սերվիսում աշխատում։ Այդ հարցը ինձ էլ շատ հետաքրքրեց, բայց Կարինեի քույրը ասում է, որտեղ դեպքեր շատ են լինում։ Եթե խոշոր գումար են շահում, շահողին խորհուրդ է տալիս, որ աշխատանքից դուրս չգան ու մեծ գնումներ չանեն, որ ուշադրություն չգրավեն։ Եթե շահողը չի ուզում, որ իմանան այդ գումարը ինքն է շահել։ Այ քեզ հետաքրքիր պատմություն։ Աստորեն ես մի քանի ամիս է սերվիսում միլիոնատեր ունենք ու չգիտենք։ Ու տենաս էդ ով է, որ այսքան ժամանակ պահել է, հա։ Ինչի պարզ չի, երջանիկը։ Երջանիկը։ Բայց ինչ ես ծիծաղում այդտեղ, ես քեզ ինչ բան եմ ասում։ Դա երջանիկից ինչ միլիոնատեր, այդ որ արանը երջանիկ է, այդ ոչ մի բան չի նշանակում կարա։ Ինչի, բանի փողերը, որ աչ ու ձախ ծախսում էր։ Ծախսում էր դրա համար հիմա պատկի տակ ճռում է։ Բա այն դուքինան էլ պատկով արել, հա։ Այդ իրանը չի, ինգերոչինն է ուղղակի ինքն է քշում, ինքն է ինձ ասել։ Ասելա, դու հավատացել ես, հա։ Հավատացել եմ, որովհետև երջանիկը այդքան բարձր չէր, որ միլիոն շահի։ Բա ըստ քեզ ով է շահել։ Ես չգիտեմ ով է շահել, բայց հաստատ երջանիկը չի։ Լավ ես էլ հարց ու փորձ կանեմ գջորգեմ։ Դե որ իմանաս, ինձ էլ տեղյակ պահի, որ ստիպենք այդ շմոտի մի լավ մաղարիչ անի։ Բայց տենաս ով է շահել այդ միլիոնները։